Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում արդեն ավարտին է մոտեցել հաղորդավարուհի դերասանուհի Զարա Արամյանի հոգեհանգստի արարողությունը։ Star News-ը բացառիկ կերպով լուսաբանել էր այն։ Մենք ներկայացնում ենք նաև բացառիկ լուսանկարներ այն հատվածից, թե ինչպես է Զարա Արամյանի դուստրը, բլոգեր Էլեն Գասպարյանը լաց լինում ու սգում մայրիկի մահը։ Առաջարկում ենք դիտել լուսանկարներն առանց մեկնաբանության։ Ձեզ ենք ներկայացնում նաև հայ հայտնիների խոսքը Զարա Արամյանի մասին։ Բարով Զարա Արամյանի մասին պատմեք ձեր հուշերից։ Ինչ եք հիշում, ինչով Զարան կմնա մեր հիշողություններում։ Դե ասեմ, որ միայն իմ հուշերով չի, որ կմնա, իհարկե, շատ պարզ ժպտերես, հումորով։ Հիշում եմ Զարային, իհարկե ամենավառ հուշերը մեր բակի նկարահանումներից է։ Ընդ որում շատ միասին շատ կադրեր չունենք, բայց միևնույն է անդերցանում շփվում ենք, դե բացի հումորից, ժպտերեսությունից, բարիությունից ոչի բան չեմ կարող ասել, ոնց որ եւ բոլորը։ Ցավում եմ շատ։ Վերջին անգամ երբ եք շփվել հետը։ Իմ ջալ այսօր ուզում էի հիշեի վերջի անգամ իրան տեսա, եթե չեմ սխալվում, ահագին վաղուց մի տարուց ավել է, կարծեմ Մոսկվայում եմ հանդիպել, մի քիչ շփվեցինք, ինչ որ միջոցառումից, հավանաբար կինո Մոսկվայից ենք դուրս եկել ու Մոսկվայում մի քիչ շփվեցինք, եթե եմ հիշում։ Իսկ ինչ-որ մի հետաքրքիր բան կհիշեք ձեր ու նրա հետ կապված։ Չեմ հիշի հիմա։ Սխալ մարդ եք բռնացրել, հիմա լիքը մարդ կգա, երևի ավելի շատ բաներ կասեմ։ Ցավում ենք բոլորս։ Ժողովուրդ ջան, շատ հուզված եմ։ Զարան մեզանից բոլորիցս գնաց, հայ ազգից, կարելի ասել հայ ազգի ամենատաղանդավոր սիրված դերասանուհիներից, արտիստներից։ Մենք շատ մտերիմ ենք եղել Զարայի հետ։ Այս երկու օրվա մեջ ես հուշերով դաժե YouTube-ով նայեցի իմ ու Զարայի տաքսի բաթլը։ Ինչ եմ ուզում ասեմ, առաջերտին Զարայի ընտանիքին եմ համբերություն մաղթում, մեր ժողովրդին մեծ կորուստ ունենք ու այսքան կամերաների առջև ես ինձ մի փոքր մեղավոր եմ զգում, մոտ 6 ամիս առաջ զանգեց ինձ, գոված, Կամո ջան, Սեդատ, աղջիկը դե ինչ հրաշք եկում, ասի Զարա ջան, խոսք եմ տալիս կամ քեզ տեսնեմ ու չեմ գնացել, որի համար ներողություն եմ խնդրում իմ շատ սիրելի Զարային, ու որ դեպքը իմացա առաջինը զանգեցի մեր Կարենին, երկուսի, գիտեմ, որ Կարենը շատ մտերիմ էր, ասի Կարեն, եփա պանի խիդան թաղումը, ես անձամբ ուզում եմ, որ Զարայի թաղման օրը ես նվագեմ, բայց ստեղ էլ չեմ կարողանում, որտեղ առավոտյան 6-ին հանրապետությունից ես պետք է մեկնեմ, ինչ եմ ասում, չգիտեմ ինչ ասեմ, ժողովուրդ ջան, այսքանը երևի։
Բաբայան Տիկին Արամյանի մասին ինչ կհիշեք, ինչպիսին եք նրան հիշում ձեր հուշերում, ինչպիսին է Տիկին Արամյանը։ Շատ դժվար է խոսել մի մարդու մասին, որ տարիներ շարունակ համ հետ աշխատել ես, ապրել ես։ Ափսոս, հազար ափսոս, որովհետև նման մարդիկ շատ քիչ են, քչանում են, մեր կողքից հեռանում են։ Մենք միասին հեռուստատեսությամբ իրար հետ նկարվել ենք, աշխատել ենք միասին։ Այնպես որ դժվար է ինձ համար խոսել մի մարդու մասին, որ եւ պայծառ ինքը կենսախին, ժպիտը դեմքին, գեղեցիկ ու ափսոս ասում են Աստված լավերին ա տանում, երևի ճիշտ են ասում, չգիտեմ, վերջերս զանգահարեցի, աչքը նշանվել էր, ասի շնորհավոր եմ, ասի Զարջան չեմ ուզում դու շատ խոսես, շնորհավորում եմ, արդեն չէր կարողանում խոսել կարգին, մի երկու բառ ասեց, ուզում եմ թորանս տեսնեմ, ափսոս, հազար ափսոս, որ չտեսավ թորնիկին, ինչ ասեմ, երկնային արքայություն, ինչպես ասում են, Աստված գրկաբաց է երևի ընդունում այդպիսի լավ մարդկանց, չեմ կարող երկար խոսել։